Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Նա ով իր որդուն չխնայեց, այլ մեզ բոլորիս համար մահվան մատնեց, ինչպես նրա հետ մեզ չի շնորհի ամեն ինչ։ Սիրելի հավատավոր քույրեր եւ եղբայրներ, մեր կյանքի տարբեր հանգամանքների բերումով մենք հաճախ փորձում ենք գտնել այնպիսի պատասխաններ մեր հարցերին, որոնք կբավարարեին մեր հետաքրքրասիրությունը, կբավարարեին մեր ցանկությունները, եւ հատկապես երբ որ մենք բախվում ենք այս կամ այն դժվարությանը, իսկ մարդու կյանքի այս կամ այն կերպ միշտ լինում են դժվարությունները, մեր հոգևոր կյանքը, մեր հոգևոր աշխարհայացքը հաճախ փորձում է հարմարեցվել կյանքի հանգամանքներին։ Այսինքն, երբ որ մեր կյանքում ինչ-որ բան պատահում է, մենք դիմում ենք Աստծուն, եթե ստանում ենք անմիջապես Աստծուց մեր պատասխանը, այո, մենք գոհանում ենք, երբ որ չենք ստանում պատասխանը կամ չենք ստանում մեր ուզածը, ապա այն հանգամանքներում մեր հավատքը դառնում է ոչ թե այնպիսին, ինչպիսին Սուրբ Գիրքը մեզ ներկայացնում է Աստծուն, այնպիսին, ինչպիսին կյանքի հանգամանքները մեզ թելադրում են։ Այդպես ասած, հանգամանքների աստվածաբանությունն է առաջ գալիս մեր մոտ, եւ այդ հանգամանքները շատ հաճախ խաբուսիկ են, որովհետև միշտ չէ որ տեսնում ենք ամբողջական պատկերը։ Հաճախ մենք տեսնում ենք միայն մի փոքրիկ հատված այն պատկերից, Աստծո ծրագրից, եւ այդ հատվածը բավարար չէ։ Եվ մենք սկսում ենք մեղադրել Աստծուն, ինչու այսպես եղավ, ինչու դու չես տալիս մեզ այն, ինչ որ մենք քեզանից ուզում ենք, մենք հավատում ենք քեզ, մենք փորձում ենք ապրել բարեպաշտ կյանքով, ազնիվ լինել, փորձել կատարել քո կամքը, բայց դու չես տալիս մեզ այն, ինչ որ մենք քեզանից ուզում ենք։ Ինչ որ չափով մեր բողոքները, մեր մեղադրանքները լինում են արդարացի, երբ որ մենք մարդկայինորեն ենք նայում։ Բայց իրականում, երբ որ մենք փորձում ենք ավելին տեսնել այն հայտնությունը, որ Աստված տվել է մեզ, լրիվ այլ պատկեր է բացվում մեր առջև։ Որովհետև Պողոս առաքյալը այսօր մեզ բացատրում է կյանքի իրականությունը ասելով, որ Աստված մեզ ամենամեծ պարգևը տվեց ցույց տալով իր սերը, նույնիսկ իր միածին սիրելի որդուն մահվան մատնեց մեր մեղքերի պատճառով, մեր փրկության համար, որը աշխարհի ամենամեծ պարգևն է Աստծո կողմից։ Ասում է, ինչպես նրա հետ մեկտեղ չի շնորհի մեզ ամեն բան։ Իսկապես, եթե Աստված իր սերը ցույց տվեց նրանով, որ ամենամեծը, ամենակարևորը, ամենաթանկը տվեց մեզ համար, արդյոք այդ երկրորդական բաները իր համար դժվարություն են, արդյոք նա չի կարող մեր կյանքը այնպես դասավորել, որ մենք ոչ միտեղ չունենանք դժվարություն, որ մեր ոտքը քարին չխփի։ Բայց այդուհանդերձ, երբ որ մենք նայում ենք նույն Պողոս առաքյալի կյանքը, նա անցնում է գրեթե բոլոր դժվարություններով մարդկային կյանքի, թե հալածանքների, ցավի, հիվանդության, տառապանքի, ուրացությունների եւ տարբեր տեսակի սարսափի միջով։ Եվ նույն նամակում, որ այսօր մենք ընթերցում ենք որպես օրվա պատգամ, երբ որ Պողոս առաքյալը խոսում է Աստծո նվիրական սիրո մասին, ասում է, որ ոչ մարդիկ, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ զորությունները, ոչ ներկա եւ ոչ գալիք բաները, ոչ խորություն եւ բարձրություն եւ ոչ մի արարած չի կարող բաժանել մեզ այն սիրուց, որ մենք ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ Եվ իսկապես դա այն կյանքի նշանաբանն է, որը մեզ համար լույս է սփռում մեր կյանքի մեջ։ Չկա ոչինչ, որ կարողանար մեզ բաժանել այն սիրուց, որ Աստված մեզ պարգևել է, որտեղ որպես սիրող ծնող, որպես սիրող հայր, Աստված տալիս է մեզ լավագույնը։ Մենք այդ լավագույնի հաճախ անտեսում ենք, չենք ուզում գնահատել եւ տեսնել եւ ընկնում ենք
երկրորդականի հետևից։ Եվ այդ լավագույնը հենց իր որդին է, Հիսուս Քրիստոսն է, ով որ բաշխվում է, սիրելիներս, ով որ ինքն իրեն ոչ միայն մեկ անգամ զոհաբերել է խաչի վրա մարդկության փրկության համար, այլ ով որ շարունակաբար ինքն իրեն տալիս է մեզ։ Եվ եկեղեցու ամենակարևոր խորհուրդը, որը 2000 տարիներ շարունակ կրկնվում է ամեն անգամ, ամեն օր, ամեն կիրակի, դա Սուրբ Պատարագն է։ Եվ ինչ է Սուրբ Պատարագը, այն խորհուրդը, որ Աստված ինքն իրեն տալիս է մեզ։ Եթե 5 տակարանում մարդիկ պիտի զոհաբերություններ անեին, որպեսզի Աստծո հետ հաղորդակցվեին, պիտի իրենց ամենալավը զոհեին, զոհասեղանի վրա դնեին իրենց ունեցածը, որպեսզի մտնեին Աստծո հետ շփման մեջ, ապա նոր ուխտի պատմության մեջ Աստված ինքն իրեն է տալիս, ինքն իրեն զոհաբերում է, ինքն իրեն դնում է Սուրբ սեղանի վրա, զոհաբերության սեղանի վրա եւ ոչ միայն զոհաբերում է, այլ տալիս է մեզ որպես պարգև եւ նվեր։ Եվ դրա համար քրիստոնեության գլխավոր արարողությունը կոչվում է Սուրբ Պատարագ, սիրելիներս։ Պատարագը զոհաբերությունն է, զոհն է։ Եվ այդ պատարագն է, որ արտահայտում է Աստծո սիրո մեծությունը մեր հանդեպ, յուրաքանչյուրիս հանդեպ, որտեղ Աստված տալիս է մեզ ամենամեծ պարգևը, իր որդուն։ Եվ մենք պատարագի ժամանակ հացի եւ գինու միջնորդությամբ ճաշակում ենք, հաղորդվում ենք, ընդունում ենք մեր մեջ Աստծո որդուն։ Եվ դա աշխարհի ամենամեծ պարգևն է, ամենամեծ շնորհն է։ Սակայն այս աշխարհի խաբկանքը այնն է, որ չարը գործում է մարդկանց մեջ, մարդկանց մտքերում, փորձելով հեռացնել ամենակարևորից եւ մարդու ուշադրությունը շեղելով կյանքի երկրորդական եւ աննշան բաների վրա, փորձելով համեմատել իր կյանքը ուրիշների հետ, փորձելով մարդու երջանկությունը կապել իր ունեցվածքի, իր նյութական կարողությունների, իր հասարակական դիրքի հետ։ Ինչը բնականաբար այդպես չէ։ Եվ շատ քիչ մարդիկ կան, ովքեր հասել են իրենց ուզած ֆինանսական կարողության, հասարակական կարողության եւ դրանով դարձել են երջանիկ։ Դա ամենամեծ խաբկանքն է, սիրելիներս։ Դա աղիջուր է, որը մարդը խմում է եւ դրանից էլ ավելիով է ծարավում, որովհետեւ աղիջուրը չի կարող մարդու ծարավը հագեցնել։ Այդպես եւ այս աշխարհի պարգևած կեղծ երջանկության պատրանքը չի կարող մարդուն լիարժեք երջանիկ դարձնել։ Մարդը աղավաղում է իր աշխարհ հայացքը եւ այլևս ապրում է այլ արժեքներով։ Եվ չարը մարդուն շարունակաբար փորձում է ոչ թե ասել, որ Աստված չկա, մի հավատա Աստծուն, այլ հասկանալով, որ մարդը հավատացող է եւ մարդը ունի որոշակի կապ Աստծո հետ, փորձում է Աստծուն ներկայացնել բացասական երանգներով, ասելով, որ այո, Աստված կա, ամենակարող է, բայց քո հետ նա գործ չունի, ասելով, որ քո խնդիրները իր համար հետաքրքիր չեն, որ նա երկնքում է, իսկ դու երկրի վրա ես, որ քո դժվարությունները, քո ցավը, քո վիշտը իր համար անտեսանելի են։ Եվ մարդը հավատում է չարի այդ խաբկանքին եւ հեռանում է ճշմարիտ Աստծուց, իր համար ստեղծելով իր պատկերացրած Աստծուն եւ այդ պատկերացրած Աստծուն կարծես թե պաշտելով։ Իրական եւ ճշմարիտ Աստված ներկա է մեր կյանքի բոլոր հանգրվաններում։ Նա է, որ գիտի մեր սիրտը, գիտի մեր ցավը, մեր դժվարությունը, մեր վիշտը եւ նա մեզ հետ է մեր կյանքի բոլոր հանգամանքներում։ Նա ուզում է, որ մենք անցնենք որոշակի դժվարության ճանապարհ, որպեսզի մենք սովորենք կյանքի ամենակարևոր ճշմարտությունները, որպեսզի մենք կարողանանք հաղթահարել մեր մեջ տեղի ունեցած հակառակությունը, որպեսզի մենք կարողանանք հաղթահարել մեր եսակենտրոն աշխարհ հայացքը, որպեսզի մենք ձուլվենք ինչպես ոսկին է անցնում կրակի բովով եւ մաքրագործվում է եւ դառնում է կատարյալ։ Աստված մեզ ուզում է տեսնել կատարելագործված, սրբագործված ավելի լավը։ Եվ դրա ճանապարհը ջուրին չէ, դրա ճանապարհը շատ հաճախ անցնում է դժվար աշխատանքի եւ նաեւ զոհողությունների,
ցավի եւ դժվարության միջով։ Ինչպես կյանքի ամեն կարևոր բան բոլոր ոլորտներում դժվարությամբ է տրվում։ Այդպես եւ մարդու կյանքի ամենակարևորը իր անձը, իր հոգին, իր մաքրագործումը եւ սրբագործումը անհրաժեշտություն ունի որոշակի մաքրագործման ընթացքի։ Այդ իսկ պատճառով Աստված թույլ է տալիս այն, բայց նա ամեն մի դժվարության մեջ, ամեն մի խնդրի մեջ մարդու հետ է։ Իր անսուտ խոսման համաձայն, որ ահա ես ձեզ հետ եմ բոլոր ժամանակներում մինչև աշխարհի վաղճանը։ Բայց հարցան է, թե արդյոք մենք Աստուծո հետ ենք մեր կյանքի հանգամանքներում, արդյոք մենք հավատարիմ ենք մեր հավատքին, արդյոք մենք արձագանքում ենք Աստվածային սիրուն, թե չենք արձագանքում, պատրաստ ենք ընդունել, թե ոչ։ Եվ այստեղից է կախված մեր կյանքի երջանկության բանաձևը։ Ընդունակ լինել, Աստվածային սերը տեսնել քո կյանքի բոլոր հանգրվաններում, եւ ուրախության մեջ, եւ դժվարության մեջ, եւ հաջողության եւ անհաջողության մեջ, ասելով ամեն ինչում փառք քեզ Աստված, ասելով որ այս աշխարհում ոչ մի բան չի կարող բաժանել ինձ քո սիրուց։ Ինչպես Պողոս առաքյալն էր ասում, որ նույնիսկ հրեշտակները, նույնիսկ մարդիկ, կյանքի հանգամանքները, զորությունները, իշխանությունները, ոչ մի արարած, ասում է, չի կարող մեզ բաժանել այն սիրուց, որ մենք ունենք Հիսուս Քրիստոսի անձի միջոցով։ Եվ այդ սերն է, որ բաշխվում է մեզ որպես անհատույց պարգև։ Եվ պատարագի խորհուրդը մեր քրիստոնեական մտածողության մարմնավորումն է, գագաթնակետն է։ Մենք պատարագի ժամանակ Քրիստոսին ենք ճաշակում եւ դա ամենամեծ սրբությունն է, որ մենք կարող ենք ունենալ մեր կյանքում։ Ամենամեծ նվերը եւ պարգևը մեզ տրված է արդեն։ Եվ մենք եթե այդ պարգևը չենք գնահատում, եթե մեզ համար տարբերություն չկա, Քրիստոս լինի մեր կյանքում թե չլինի, այլևս իմաստ չունի մնացած պարգևների։ Այլևս ամեն ինչ կորցնում է իր բուն նշանակությունը, որովհետև այդպես է Աստծո առաջագործության ծրագիրը։ Ինչպես մարդը պիտի Տիրոջ դրախտում կյանքի ծառից ճաշակեր եւ դրանով լիներ անմահ, դրանով լիներ երջանիկ, այդպես եւ մենք մեր կյանքի մենք կենաց ծառ ունենք, որը հենց ինքն է, Քրիստոսն է, որը տալիս է իրեն մեզ եւ հնարավորություն է տալիս ապրելու իր մեջ եւ ընդունելու իրեն մեր կյանքից ներս։ Եվ այսօրվա պատարագի խորհուրդը թող լինի հենց այդ սիրո գնահատումը, սիրելիներս։ Երբ որ մենք կանգնած ենք Տիրոջ առջև, երբ որ տեսնում ենք սկիհի բաժակի մեջ Քրիստոսի մարմինը եւ արյունը, պետք է հասկանանք, որ այս պահը ամենակարևորն է։ Այս նվերը ամենամեծն է մեր կյանքում։ Եթե մենք դա ճիշտ ընդունենք եւ ապրենք համաձայն այդ սիրո պարգևի, մնացած ամեն ինչը մեր կյանքում կկառուցվի եւ իր տեղում կլինի։ Երբ որ մենք հիմնական եւ առաջնայինը ճունենք եւ անտեսում ենք, մնացած ամեն ինչը կառուցվում եւ քանդվում է, կառուցվում է եւ քանդվում է։ Եվ դա է պատասխանն այն բազմաթիվ հարցերի, թե ինչու այս կյանքում այնքան շատ խնդիրներ կան։ Խնդիրների գլխավոր այն է, որ Քրիստոս մեր կյանքում առաջի տեղում չէ։ Մեր անձնական կյանքում, մեր ընտանեկան կյանքում մենք հավատում ենք, բայց մեր զավակներին որպես քրիստոնյա չենք դաստիարակում, կարևորում ենք իրանց մարմինը, չենք կարևորում իրանց հոգին, իրենց հավատքը։ Մենք գործում ենք, աշխատում ենք, բայց չենք կամենում դրա մեջ տեսնել Քրիստոսին եւ Աստծո կամքի իրագործման պարգևը։ Մենք որպես ազգ կոչվում ենք քրիստոնյա, սակայն Քրիստոսը մեր կյանքում հերոյ է առաջի տեղին լինելուց։ Շատ հերոյ է։ Եվ այդ իսկ պատճառով ինչեր կառուցում ենք մեր ազգային կյանքում չի հասնում իր նպատակին, այլ փլուզվում է։ Նորից ենք կառուցում եւ նորից քանդում եւ այդպես շարունակ։ Դրա լուծումը միակն է։ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին ճանաչելը, ընդունելը, ապրելը իրենով, որտեղ դա ամենամեծ ուրախությունն է եւ ամենամեծ երջանկությունն է մեր կյանքում։ Ճանաչել Աստծուն, ճանաչվածներ իր կողմից եւ տեսնելու իր սերը ամեն ինչում։ Թող Աստված իր ամենաառատ օրհնությամբ մեզ իմաստություն տա, որպեսզի մեր ամեն մի
հանգրվանը կյանքում ամեն մի օրը, ինչ էլ կատարվի մեր կյանքում, մենք հասկանանք, որ դա Աստծո սերո արտահայտությունն է, նվերն է մեզ։ Նույնիսկ դժվարությունը, նույնիսկ ցավը, նույնիսկ մեր կամեցածին չհասնելը Աստծո ուղերձն է մեզ, որը մեզ տալիս է հնարավորություն վերարժևորելու մեր կյանքը եւ դառնալու ավելի լավը։ Աստված օրհնի բոլորիդ, Աստծո սերը թող ներկա լինի ձեր կյանքի բոլոր հանգրվաններում, Տիրոջ սերը, շնորհ եւ օրհնություն թող առաջնորդի ձեզ այժմ եւ միշտ Տիրավիտյանս հավիտենից։ Ամեն։